Ողջույն բոլորին, ես Անուշ Պողոսյանն եմ, աշխատում եմ կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությունում։ Այսօր միասին խոսելու ենք, թե բուժաշխատողները ինչ կարևոր հանգամանքներ պետք է հաշվի առնեն, երբ մատուցում են իրենց բժշկական ծառայությունները կանանց շրջանում, խոսքը վերաբերվում է ավելի շատ վերարտադրողական եւ սեռական առողջության ծառայություններ մատուցելիս, առավել եւս խոցելի կանանց շրջանում, մասնավորապես գենդերային բռնության ենթարկված կանանց շրջանում։ Նախ եւ առաջ ուզում եմ սկսեմ նրանից, որ առողջապահական համակարգում, երբ մատուցում են բուժաշխատողները ծառայություններ, պետք է հաշվի առնեն, որ մարդիկ տարբեր են, մասնավորապես կանայք, երբ դիմում են բուժծառայության, շատ տարբեր կարող են լինել իրենց գենդերից, սեռից, գենդերային ինքնությունից ելնելով եւ այս պարագայում, երբ մենք մատուցում ենք եւ խոսում ենք գենդերազգային առողջապահության ծառայության մասին, շատ կարևոր է հաշվի առնել, որ տվյալ ծառայությունը պետք է լինի գենդերազգային, այսինքն հաշվի առնի բոլոր անձանց կարիքները եւ հիմնախնդիրները։ Կանայք, երբ որ խոսում ենք տարբերության մասին, միշտ մենք մեր մտքում ունենում ենք մի տեսակի կին, երբ որ մեզ դիմում են եւ մենք որպես բուժաշխատող պետք է հաշվի առնենք իրենց կարիքները, բայց այս պարագայում պետք է հասկանանք եւ հաշվի առնենք, որ կանայք տարբեր կարող են լինել, կարող են կան տարբեր ընտանիքներից, տարբեր փորձառություններով, լինեն տարբեր խմբերի ներկայացուցիչներ, օրինակ կանայք, ովքեր որ ունեն միավով ապրող կանայք են, կանայք, ովքեր ունեն հաշմանդամություն, ազգային փոքրամասնությունների կանայք, ովքեր որ օրինակ ենթարկվել են գենդերային բռնության, եւ երբ մենք խոսում ենք գենդերային բռնության մասին, այստեղ շատ կարեւոր է մատնանշել ընտանեկան բռնությունը եւ սեռական բռնությունը, մենք գործ ունենք նաեւ տեղահանված կանանց հետ, այսինքն կանայք շատ տարբեր են լինում եւ միանշանակ այս պարագայում բոլոր տարբերությունները այս պարագայում անդրադառնում են իրենց առանձնահատկությունների վրա բուժծառայություններ ստանալիս եւ մենք որպես բուժաշխատող կարեւոր պետք է համարենք նաեւ լինենք մի փոքր իրազեկ եւ մի փոքր էլ ավելի զգայուն, երբ գործ ունենք օրինակ տարբեր խմբի կանանց հետ։ Եվ երբ խոսում ենք զգայունության մասին, այս պարագայում պետք է, քանի որ մենք մեր աշխատանքի շրջանակներում նաեւ շատ ենք հանդիպում այնպիսի դեպքեր, երբ որ կանայք մեզ դիմում են այն հիմնախնդրով, որ իրենք հրաժարվում են դիմել բուժհաստատություն, շատ մենք բախվում ենք այս հիմնախնդրի հետ, որովհետեւ շատ խոսում ենք, չէ, որ կանայք կարեւոր է որ դիմեն ժամանակին բուժհաստատություն ստանան համապատասխան բուժծառայություններ, խնամեն իրենց առողջությունը, փոխեն իրենց կյանքի որակը եւ մենք տեսնում ենք, առնչվում ենք այն հիմնախնդիրների հետ, որ շատ անգամ կանայք խուսափում են դիմել բուժծառայությունների մի շարք խնդիրների պատճառով։ Օրինակ առաջին խնդիրներից մեկը կանգ է նրանում, որ շատ հաճախ բժիշկները կարող են գուցե ոչ գիտակցաբար, ոչ այսպես մտաուղղված, բայց կարող են մատուցել, կարող են բուժծառայության ընթացքում շատ անգամ խտրականության ենթարկել այն կանանց, ովքեր որ մասնավորապես ներկայացնում են տարբեր խմբերը, օրինակ երբ դիմում է միավով ապրող կին բուժծառայության կամ գինեկոլոգիական ծառայության եւ ենթադրենք օրինակ ուզում է հղիանալ, շատ անգամ բուժաշխատողներից գալիս է այն հաղորդագրությունը, որ իրենք պետք է ընդհատեն իրենց հղիությունը, քանի որ կարող են վարակեն իրենց ապագա երեխաներին։ Այստեղ իհարկե գործ ունենք ոչ միայն խտրականության վերաբերմունքի հետ, այլ նաև իրազեկվածության պակասի հետ, որովհետև այսօրվա բժշկությունը խոսում է նրա մասին, որ միավով ապրող կանայք կարող են ապրել իրենց լիարժեք կյանքով, կարող են ունենալ առողջ երեխաներ, առողջ ասելով նկատի ունեմ ոչ միավով ապրող երեխաներ եւ դրան համապատասխան մատուցել բուժծառայություններ։ Կամ ենթադրենք, եթե խոսում ենք հաշմանդամություն ունեցող կանանց մասին, այս պարագայում հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են մի շարք խնդիրների, սկսած հասանելիությունից եւ մատչելիությունից, այսինքն անգամ կարող են խնդիր ունենալ
ուղղակի այցելել տվյալ բուժհաստատություն, որովհետև չունենան հարմարեցված անվասայլակների համար հարմարեցվածություն, որպեսզի այցելեն բուժծառայության, այլ չասած նաև այն հասանելիության մասին, որ երբ խոսում ենք տարբեր տեսակի հաշմանդամությունների մասին, օրինակ մտավոր, հոգեկան առողջության հիմնախնդիրների մասին, բնականաբար այստեղ կարիքները շատ տարբեր են եւ օրինակ, եթե դիմում է լսողության խնդիրներ ունեցող կինը եւ դիմում է գինեկոլոգիական ծառայության, այս պարագայում հարմարեցված չէ, այսինքն չկա օրինակ սուրդո թարգմանիչ, ով կարող է այս պարագայում մատուցել բուժծառայությունը համապատասխան կարիքների հետ կապված։ Մյուս կարևոր, այսպես ասած, բլոկը եւ բուժաշխատողները պետք է հաշվի առնեն եւ դա նաեւ ամրագրված է մեր օրենքով, վերարտադրողական իրավունքի օրենսդրությամբ, տարբեր հոդվածներ ունենք այս մասին, որ բուժաշխատողները պետք է մատուցեն իրենց բուժծառայությունները գաղտնի եւ մեկուսի պայմաններում։ Եվ երբ որ մենք խոսում ենք գաղտնի եւ մեկուսի պայմանների մասին, այս պարագայում պետք է խոսենք օրինակ այն խնդիրների մասին, որոնք որ շատերս գտնելով կին, երբ որ այցելում ենք բուժհաստատություն, շատ անգամ խախտվում է մեկուսիությունը եւ գաղտնիությունը։ Օրինակ, երբ մենք մտնում ենք ուզում ենք ստանալ բուժ ծառայություն, դիմում ենք բժշկի, օրինակ գնում ենք սենյակ, համապատասխան բուժաշխատողի սենյակ, մենք տեսնում ենք, որ տվյալ սենյակում կարող է բացի տվյալ բուժաշխատողից լինել նաև այլ բժիշկներ, այսպես ասած բժիշկների սենյակն է, որտեղ որ նստած են տարբեր բժիշկներ, ի դեպ նաև տարբեր ոլորտի, տարբեր մասնագիտությունների բժիշկներ, եւ դու ունես այդպես մի հատ փոքր, այսպես ասած սենյակում, պետք է բարձրաձայն խոսես բժշկի հետ եւ խոսես քո կարիքների մասին։ Եվ այս պարագայում մենք պետք է հաշվի առնենք, որ եթե առավելապես օրինակ գենդերային բռնության ենթարկված կինն է այցելում տվյալ պայմաններում, որտեղ որ չի ապահովում մեկուսիությունը, բնականաբար կինը իրեն արդեն լավ չի զգալու եւ խուսափելու է եւ ոչ միայն չի խոսելու իր խնդրի մասին, ինչն է առաջացրել տվյալ օրինակ տրավմաները կամ խնդիրները, այլ նաև շատ հաճախ հրաժարվում են դիմել բուժծառայության, որովհետև չի ապահովում մեկուսիությունը։ Եվ հասկանալի է նաև մենք այս ամեն ինչով չենք ուզում մեղադրել նաև բժիշկներին, որովհետև հասկանում ենք եւ տեսնում ենք, թե բժիշկները նաև ինչքան մեծ ջանքեր են գործադրում եւ ինչքան հերթեր ունենք եւ բնականաբար երբ բժիշկը պարտավորված է օրական 20-ից 30 եւ գուցե ավել պացիենտներ ընդունի, բնականաբար չի կարող բոլորին պատշաճ, այսպես ասած, ժամանակ եւ մատչելիություն եւ մեկուսիություն ապահովի, բայց եւ այնպես սա համակարգային հարց է, որի մասին մենք եւս շատ բարձրաձայնում ենք եւ խոսում ենք, բայց միևնույն ժամանակ շատ կարեւորում ենք նաեւ բուժաշխատողների ել ավելի ջանքերը, որպեսզի կարողանան ապահովեն տվյալ պարագայում մեկուսիությունը։ Եվ մյուս կարևոր հիմնախնդիրներից են գաղտնիությունը։ Շատ հաճախ, ինչքան էլ որ մենք խոսում ենք բուժաշխատողների շրջանում գաղտնիության կարևորությունից, չէ, Հիպոկրատի երդումը, որ իրենք տալիս են, որ պետք է յուրաքանչյուր պացիենտի ընդունեն նաև գաղտնի պայմաններում, չհրապարակեն իրենց, այսպես ասած, բժշկական գաղտնիքը, բայց եւ այնպես ցավոք սրտի մենք առնչվում ենք նման խնդիրների, հենց երբ մտնում ենք բուժհաստատություն։ Այսինքն, սկսած բոլոր աշխատողներից, որոնք որ աշխատում են բուժհաստատությանը, կարող են իրազեկ լինել քո հիմնախնդրից, թե դու ինչու ես մտել տվյալ բուժհաստատություն։ Այսինքն չի ապահովում այս պարագայում գաղտնիությունը։ Շատ անգամ կարող են միջանցքներում շատ բարձր գոռալ տվյալ մարդու անունը եւ այն խնդիրը, ինչի համար է ինքը եկել։ Ոչ միայն այստեղ մյուս բժիշկներն են, մյուս բուժանձնակազմն է տեղեկանում, այլ նաև մյուս մարդիկ, պացիենտները, ովքեր որ ընդհանրապես գտնվում են հիվանդանոցում։ Եվ շատ անգամ սա իսկապես ստեղծում է մի իրավիճակ, որ տվյալ մարդը ուղղակի չի ուզում, խուսափում է դիմել բուժհաստատություն, բուժծառայություններ ստանալու համար։ Իսկ երբ մենք խոսում ենք գենդերային բռնության մասին, այն էլ տեղահանված կանանց շրջանում, որովհետև մենք նաև գիտենք, որ տեղահանված կանայք շատ երկար ժամանակ բլոկավորման, այսպես ասած, բլոկադայի շրջանակներում զրկված են եղել շատ տարբեր կարիքներից,
բայց եւ այնպես նաեւ ներառյալ համապատասխան բուժծառայություն ստանալու, այսպես ասած, կարիքներից մենք պատկերացնում ենք, թե տեղահանված կանանց շրջանում որքան են կուտակվել բժշկական այն հիմնախնդիրները, որոնք որ իրենց անհանգստացնում են, եւ այս պարագայում էլ ավելի բուժաշխատողները ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի ցուցաբերեն ավելի զգայունություն տեղահանված կանանց շրջանում բուժծառայություններ մատուցելիս։ Այն էլ այն տեղահանված կանայք, ովքեր որ ցավոք սրտի ենթարկվում են օրինակ ընտանեկան բռնության կամ սեռական բռնության, այսինքն այս պարագայում կրկնակի խոցելիության մասին ենք մենք խոսում, եւ այս պարագայում բուժաշխատողները պետք է իսկապես շատ ավելի զգայուն եւ իրազեկված լինեն, թե ինչ կարեւոր պայմաններ եւ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի մատուցեն համապատասխան բուժծառայություն։ Առաջին հերթին մեր հորդորն է ընդհանրապես ճշտել պացիենտից ինքը ուզում է, որ ուղեկցողը իրեն ուղեկցի բոլոր պարագաներում, այսինքն ինքը ուզում է գուցե պացիենտի համար, կնոջ համար ավելի կոմֆորտ է գալ ուղեկցողի հետ, բայց ուղեկցողը սպասի դրսում, հա, այսինքն գուցե շատ մանր բաներ ենք ասում, բայց այս շատ կարևոր է հասկանալ, որ որքանով է պացիենտը ուզում ուղեկցողին թողնել այդ բոլոր, այսպես ասած, միջամտություններին, եւ այս պարագայում բժշկի նաեւ պատասխանատվությունն է եւս մեկ անգամ ճշտելու, թե արդյոք ինքը կոմֆորտ զգում է ուղեկցողի ներկայությունը, թե այնուամենայնիվ, չգիտեմ, նախընտրում է, որպեսզի առանձին մեկուսի պայմաններում խորհրդատվությունը շարունակվի եւ մյուս հետազոտությունները շարունակվեն։ Մյուս կարևոր պայմաններից է եւ քայլերից է ստեղծել մեկուսի պայմաններ, այսինքն ինչպես որ ասեցի, առանձնացնել մեկ առանձին սենյակ։ Գուցե դա կարող է լինել ավելի փոքր սենյակ, ավելի փակ սենյակ, բայց այնուամենայնիվ պահպանել մեկուսիությունը, որպեսզի կինը կարողանա ազատ զգա իրեն, որպեսզի բացվի եւ պատմի իր բոլոր այդ կարիքների մասին։ Երբ որ ասում ենք մեկուսիություն, բնականաբար հասկանում ենք, որ բացի բժշկից նաեւ սենյակում գտնվում է պացիենտը եւ նաեւ բուժքույրը, հիմնականում բժշկական, այսպես ասած, հետազոտություններ մատուցելուց, երբ որ խոսում ենք մեկուսի պայմաններում, այդ եռակողմ հիմնականում, այսպես ասած, համագործակցությունն է, երբ գտնվում է բժիշկը, բուժքույրը եւ պացիենտը։ Արդեն այլ բան, եթե պացիենտը կուզենա, որ ուղեկցողը գտնվի տվյալ սենյակում, դա արդեն պետք է հիմնված լինի զուտ իր ցանկության վրա, որը որ մենք կարող ենք եւս մեկ անգամ ճշտել։ Ինչի եմ սա շեշտում, որովհետև շատ հաճախ օրինակ կանայք իրենց կեսուր մայրիկների հետ են այցելում հիվանդանոց կամ իրենց զուգընկերների հետ եւ շատ հաճախ ցավոք սրտի տվյալ մարդիկ գուցե կարող է ճնշման ինչ-որ պարագաներում ուղեկցեն իրենց, այսինքն դա չլինի պացիենտի, այսպես ասած, ցանկությունը եւ այս պարագայում բուժաշխատողը մի փոքր ավելի զգայունություն, այսպես ասած, ցուցաբերելով պետք է եւս մեկ անգամ միգուցե ավելի մեկուսի պայմաններում իրեն առանձին հարցնի, եթե հնարավոր է, արդյոք ուզում է տվյալ ուղեկցողը գտնվի տվյալ սենյակում, թե ոչ։ Մյուս կարևոր հարցն է, եթե դիմել է կինը, օրինակ, բռնության ենթարկված, լինի դա ընտանեկան կամ սեռական բռնության, այս պարագայում պետք է թողնենք կնոջը արդյոք ինքը ուզում է պատմել ողջ իրողությունը, թե ոչ, եւ եթե չի ուզում, մենք ավելորդ, այսպես ասած, հետաքրքրությունից ելնելով հարցեր չուղենք տվյալ կնոջը, որովհետև շատ հաճախ հարցերը ցավոք լինում են ոչ թե բժշկական, այսպես ասած, միջամտությունը համապատասխան կազմակերպելու համար, այլ զուտ, որովհետև ուղղակի հետաքրքիր է։ Օրինակ հարցնել, իսկ ինչ գործ ունեիր, օրինակ եթե խոսքը վերաբերում է սեռական բռնության մասին, առավելապես բռնաբարության մասին, գուցե կարող է բժիշկը հարցնի, իսկ ինչ գործ ունեիր այդ ժամին, ենթադրենք, այս ինչ տեղում, կամ ինչ էիր հագել, կամ բա չկարողացար դիմադրել, այսինքն այս են բոլոր հարցերն են, որ գուցե բժիշկը չի գիտակցում, որ դրանով ինչ վնաս կարող է հասցնի կնոջը, բայց սրանք մեղադրական հարցեր են, տվյալ կնոջը, որը դնում են կնոջը էլ ավելի վատ իրավիճակի մեջ եւ էլ ավելի սրում են տրավման, որը որ ինքը արդեն իսկ ստացել է իր փորձառությունից ելնելով։ Ուստի այս պարագայում պետք է իսկապես շատ զգույշ լինենք, փորձենք այդ հարցերը ավելորդ չտանք եւ ստեղծենք այնպիսի ապահով, այսպես ասած, տարածք եւ միջավայր եւ թողնենք տեսնենք կինը որքանով ինքը կուզենա բացվի։ Եթե կուզենա բացվի, եթե կուզենա կիսվի, դա արդեն իր, այսպես ասած, հարցն է եւ
եթե բժիշկն ունի այդ ավել ժամանակը, բնականաբար, բայց լինենք, այսպես ասած, բժիշկ, հա, այս պարագայում եւ չփորձենք այլ ավելի ինչ որ հարցեր տանք զուտ հետաքրքրությունից ելնելով կամ, այսպես ասած, ինչ որ դասեր սովորեցնելու կամ մեղադրելու առումով, այսինքն կատարենք մեր բժշկական միջամտությունը զգայուն պայմաններում ապահով տարածք ստեղծելով, խուսափելով նման հարցեր մեղադրական, այսպես ասած, ինչ որ ճառեր կարդալով։ Մյուս բանը իհարկե այս պարագայում տալ համապատասխան բուժ ծառայություն, ինչը որ կինը կարիք ունի այս պարագայում, նախապես ներկայացնելով, թե ինչ ծառայություններ են իրեն սպասվում, որովհետև այս պարագայում, եթե կինը օրինակ ենթարկվել է բռնության, ֆիզիկական բռնության կամ սեռական բռնության, իր համար ավելորդ անգամ միջամտությունները կարող են շատ տրավմատիկ լինել, այսինքն եթե կինը ով չի ենթարկվել բռնության, ենթադրենք գնում է գինեկոլոգիական ծառայության, բարձրանում է գինեկոլոգիական աթոռին, հա, եւ ասենք օրինակ, չգիտեմ, կարող է իրեն հանգիստ զգալ, այս պարագայում բռնության ենթարկված կնոջ համար սա կարող է կրկնակի դժվար լինել, այսինքն պացիենտը պետք է հասկանա, իմանա, տեղեկացվի, թե ինչ է իրեն սպասվում։ Հա, ասենք ինչ միջամտություններ եւ հետազոտություններ ինքը պետք է անցնի, ինչպիսի, չգիտեմ, անալիզներ ինքը պետք է հանձնի կամ արդյոք ինքը պետք է բարձրանա գինեկոլոգիական աթոռին կամ եթե չի ուզում խուսափում է օրինակ, շատ պրակտիկաներ կան, նաև միջազգային պրակտիկաներ, որ ընդհանրապես չեն կիրառում գինեկոլոգիական ականայք դժվարանում են եւ այս պարագայում եթե կինը ենթարկվել է օրինակ բռնության, իր համար կարող է կրկնակի ավելի դժվար լինել օգտվել տվյալ աթոռից եւ եթե հնարավոր է այս պարագայում մատուցել բժշկական ծառայությունը խուսափելով գինեկոլոգիական աթոռից, օրինակ, չգիտեմ, օգտագործել այս պարագայում ավելի այդ բժշկական թախտեր ասվածը, իրենք շատ ավելի հարմարեցված են եւ ավելի կոմֆորտ են կանանց պարագայում, գուցե բացառություն անել եւ լսել կնոջը եւ մատուցել տվյալ ծառայությունները այս ձևով, որովհետեւ այս ձևաչափով, որովհետեւ իրենց համար հավատացեք շատ ավելի կարեւոր են, որպեսզի հաշվի են առնվում իրենց կարիքները եւ իրենք ավելի իրենց կոմֆորտ են զգում այս պարագայում։ Այսինքն նաեւ բացատրել, թե ինչ հետազոտություններ են կանանց սպասվում այս պարագայում։ Եթե պետք է իրականացվի գինեկոլոգիական ծառայություն գործիքի ինչ որ միջոցով կամ կարող են ինչ որ արյան անալիզներ լինել, քայլ առ քայլ բացատրել կնոջը, որպեսզի ինքը իրազեկված լինի եւ տեղեկացած եւ նաեւ տա իր համաձայնությունը, որովհետեւ որոշ դեպքերում կինը կարող է պատրաստ չլինել տվյալ հետազոտությունները անցնելու համար, ոչ միայն ֆիզիկապես պատրաստ չլինել, այլ նաև հոգեբանորեն եւ գուցե իրեն պետք է էլ ավել ժամանակ, հա, ասենք օրինակ այդ օրը կարող է ինքը համաձայնվի ինչ որ միջամտություններին եւ ասի, որ ինձ ինչ որ ժամանակ է պետք մյուս միջամտությունները իրականացնելու համար։ Այսինքն փորձենք տանք նաև այդ ինֆորմացիան, որպեսզի կինը իրազեկված լինի եւ տա իր գիտակցված համաձայնությունը այս պարագայում, այլ ոչ թե գնա ինչ որ սենյակից սենյակ առանց իմանալու թե իրեն ինչ է սպասվում տվյալ սենյակորը։ Մյուս կարևոր հարցը նախ եւ առաջ երբ որ մենք կոնտակտը պահում ենք կնոջ հետ, ես գիտեմ ինչքան էլ որ զբաղված ենք լինում, որովհետեւ իսկապես շատ ես հասկանում եմ, որ հերթերը շատ են լինում եւ չկա այդ ավելորդ ժամանակը, բայց շատ կարեւոր է այդ կոմունիկացիան ճիշտ պահպանել յուրաքանչյուր պացիենտի հետ եւ այս պարագայում էլ ավելի կարեւոր է ճիշտ կոմունիկացիան պահպանել գենդերային բռնության ենթարկված կանանց պարագայում օրինակ ունենալ աչքերի կոնտակտ, այսինքն երբ որ կինը ձեզ ինչ-որ բան պատմում է, փորձել նայել աչքերին, տալ այդ ժամանակը, որպեսզի կինը կարողանա ավարտել եւ վերջացնել իր պատմությունը եւ չընդհատել կնոջը տարբեր հարցերով եւ չասել լավ այդ ամբողջը թողնենք մի կողմ, այսինքն թողնենք, որ կինը փորձի արտահայտվել եւ պատմել իր խնդիրը, իր պատմությունը, իր ընտրած ձևաչափով։ Մյուս կարևոր մասը պետք է հաշվի առնել, որ եթե ինչ-որ խնդիր է հայտնաբերվում, չգիտեմ, բուժ ծառայության, բուժ հետազոտությունների արդյունքում, տալ հստակ պատասխանները շատ պարզ, այսպես ասած, լեզվով, մատչելի եւ պարզ լեզվով, որովհետեւ շատ հաճախ
որոնք որ անհասկանալի են մարդկանց համար ու նորմալ է, որ անհասկանալի են, որովհետև պացիենտները բժիշկներ չեն եւ պարտավորված չեն այդ տված բոլոր եզրույթները իմանան անգիր կամ հասկանան, թե ինչ է իրենց սպասում, այսինքն տրամադրել պատշաճ ժամանակ նախ եւ առաջ բացատրելու, թե ինչ հետազոտությունների արդյունքում ինչ հիմնախնդիր է հայտնաբերվել եւ արդյոք ոնց որ ինչ բուժում, եթե դրա կարիքը կա, ինչ բուժում է ոնց որ անհրաժեշտ կնոջը, որովհետեւ շատ հաճախ ուղղակի թղթի վրա անհասկանալի ձեռագրով դեղորայք է գրվում եւ ուղղակի տալիս են ձեռքը, շատ հաճախ կինը այսպես այդ թուղթը ձեռքը չի էլ իմանում իր ախտորոշման մասին, պատշաճ ձևով չի հասկանում այդ ախտորոշումը օրինակ ինչպես կարող է իրեն վնասի կամ ինչից է առաջացել, ինչ պետք է անի, որ կանխի հետագայում, այսինքն որպեսզի չկրկնվի, այսինքն տալ պատշաճ ժամանակ նաև բացատրելու թե ինչ ախտորոշում է հայտնաբերվել եւ ինչ բուժում եւ խնամք է անհրաժեշտ եւ թողնել որպեսզի կինը նաև տեղեկացման արդյունքում տա իր կրկին համաձայնությունը արդյոք ինքը պատրաստ է տվյալ բուժումը ընդունել թե մենք պետք է հասկանանք նաև որ բուժաշխատողները ամենակարողները չեն եւ մենք դա շատ լավ գիտակցում ենք եւ հասկանում ենք եւ շատ հաճախ մենք լսում ենք նաեւ այդ հետադարձ կապը որ իրենք էլ շատ անգամ ուզում են ավելի շատ տեղեկացված լինեն, ավելի շատ համագործակցային լինեն, բայց շատ անգամ չգիտեն քայլեր ինչ ձեռնարկեն եւ հասկանալի է, որովհետեւ քիչ են այնուամենայնիվ այն տեղեկատվությունները հասանելի, որոնք որ բուժաշխատողներին են ուղղված։ Այս պարագայում ես կարող եմ ասել նաեւ տարբեր մեր կազմակերպության դերը եւ նաեւ այլ կազմակերպությունների հասարակական, որոնք որ զբաղվում են առողջապահական հիմնահարցերով, որովհետեւ այս պարագայում շատ կարեւոր է միասնական համագործակցությունը, այսինքն ունենալ միգուցե հանդիպումներ, ունենալ միգուցե պատրաստել ձեռնարկներ հատուկ բուժաշխատողների համար, որոնք որ կարող են մատչելի լինել հենց բուժաշխատողների համար եւ օգնեն բուժաշխատողներին կողմնորոշվելու, թե ինչ պետք է անեն, օրինակ, եթե իրենց դիմել է սեռական բռնության ենթարկված կին կամ ընտանեկան բռնության ենթարկված կին, արդյոք իրենք պետք է այս պարագայում միանգամից դիմեն ոստիկանություն, թե չէ, այսինքն տվյալ ձեռնարկները կարող են ուղղորդել բուժաշխատողներին, միգուցե ուղղորդել տվյալ կնոջ, այսինքն տալ համապատասխան բուժծառայություն, բուժօգնություն, որից հետո տալ կնոջ այդ ինֆորմացիան, տեղեկատվությունը, թե ինչ կարող է անի կինը հետագայում իր, չգիտեմ, այսինքն հոգեբանական կամ իրավաբանական իրավիճակը ավելի բարելավելու համար։ Եվ կան այդպիսի կազմակերպություններ, որոնք որ օրինակ մատուցում են թե երկից ծառայություններ, հոգեբանական թե իրավաբանական, եւ այս պարագայում շատ կարեւոր է միասնական համագործակցությունը, որպեսզի բուժաշխատողները հարկ եղած դեպքում կանանց կարողանան ուղղորդել տվյալ կազմակերպություններ, բացի դրանից նաև ունենալ այն համապարփակ ինֆորմացիան, որոնք որ իրենք կարող են օգտագործել բուժծառայությունը այլ ավելի բարվոք, այսպես ասած, կազմակերպելու հարցում։ Օրինակ, ինչպիսի հարցեր տան, ինչպիսի հարցերից խուսափեն, Այսրանք շատ կարևոր քայլեր են, որոնք որ բուժաշխատողները կարող են ձեռնարկել կրկին եւս մեկ անգամ համագործակցության արդյունքում այլ հասարակական կազմակերպությունների հետ։ Եվ այստեղ ես կուզենայի բացի հասարակական կազմակերպություններից իհարկե մատնանշեի նախարարության, առողջապահության նախարարության դերը, որովհետև սա նաև պետության գործառույթն է, այսպես ասած, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի բոլոր մարդիկ, բոլոր պացիենտները, բոլոր կանայք, անկախ իրենց կարգավիճակից, անկախ իրենց գենդերային ինքնությունից, անկախ իրենց տարբեր կարիքներից եւ տարբերություններից, ստանան համապատասխան ոչ խտրական բուժծառայություն։ Սա նաև պետության գործառույթն է եւ մենք կուզենայինք այս պարագայում տեսնել այլ ավելի ներգրաված պետությանը նման գործառույթները պահպանելու հարցում։